Ժողովուրդ ջան, ողջույն։ Այսօր ամսի 14-ն է ապրիլի, մամայիս տարեդարձն է, մենք հավաքվել ենք ամենամոտ հարազատներով, քույր ու եղբայր, մեր ընտանիքներով ու երեք ամբողջ օրը այս տորթիկն եմ պատրաստել, հավանաբար գիտեք արդեն թրենդային դարձած նրբաբլիթի թերթիկներով, բայց ես նաև ելակ եմ արել, ոչ ոք ելակ չի անում, ես ելակով ամբողջ ինտերնետը փնտրել եմ, չեմ գտել, ելակով չեն անում, մեր սեղանին չնայեք, որովհետև մենք սեղան այնտեղ հավաքել ենք, որոշ մասը այստեղ է, մի խոսքով ուզում եի ձեզ ցույց տալ իմ աշխատանքը, բոլորի մոտ էլ այս սպիտակները, կրեմները երևում են, ոնց աշխատել եմ ամենանուրբ ձևով, ձեռնոցներով, ամեն ձև փորձել եմ, որպեսզի այս սպիտակները չերևա, բայց երևում է, այսպես անուշիկներս, դե ինչ, մենք գնանք մեր մոմիկը փչելու ու շարունակենք, կմիանամ քիչ ավելի ուշ, սիրում եմ։ Տարեդարձ է, այսօր էր վիդեո ես նկարում, տարեդարձ է, այսօր, տարեդարձ է մեր մամային, տարեդարձ է, այսօր, դե վարի լույսը, ծապ, չերկեցիր, ինչ անեմ, փչեմ, փչեմ, փչում եմ, փչեցի, բարի լույս ժողովուրդ ջան, բարի լույս, ժամը 8-ն անց է, մի հատ տեսեք, թե ինչ տեսարան եմ ձեզ նվիրում, Արարատին կարող են գրքերից հեռացնել, կարող են կնիքներից հեռացնել, բայց այստեղից ոչ մեկ իզորու չէ Արարատը վերացնելու, Արարատը մեր աչքի առաջն է, տեսնում եք ինչ հրաշք է, հրաշքների հրաշք, սեր ու զորություն է, ոգեղենություն է այս լեռը, վայելեք, ձեզ բարի օր եմ մաղթում, սիրում եմ, գրկում եմ բոլորիդ անուշներս, ես էլի ձեզ մեքենայից եմ միանում, ինքան լավ եղանակ էր վանասը ծարի դուրս գանք, մասևս երկարել է, պիտի գնամ կտրեմ, և քանի հիշում էի, մեքենայի մեջ հիշեցի, նախորդ անգամ պիտի ձեզ պատասխանեի ձեր հարցերին, չհասցրեցի, այս հարցը ինձ էլի են տվել, ես նորից էլի եմ պատասխանել, կան նոր միացողներ, ովքեր չգիտեն, հարցին կպատասխանեմ սիրելիներս, հարցնում էիք, որտեղ են ամուսնու ծնողները, բազմիցս անդրադարձել եմ այս հարցին, անուշիկներս, ամուսնուս ծնողները, ամուսնուս մայրը մահացել է 18 թվականին, ես այն ժամանակ դեռ վլոգներ չէի նկարում, ամուսնուս հայրը, եղբայրը իր ընտանիքով ապրում են Մոսկվայում, Մոսկվայից դուրս, Պատմասկովիա, հա, իրենք չեն գալիս գնում, կապը բանով է, սկայպով ենք իրար այդ կապի մեջ, այսքան բան, այնպես չի, որ ես թաքցնում եմ, այստեղ չեն ապրում մարդիկ, գնալ գալ չունենք, ամուսինս չի սիրում Մոսկվան, չի սիրում առհասարակ Ռուսաստանը, այնտեղ գնալ չի ուզում, ես այնտեղ եմ մեծացել, 18 տարեկանից ապրել եմ այնտեղ, 28 տարեկանում հետ եմ վերադարձել, մի խոսքով, այսպես, ես կայացել եմ Մոսկվայում, բայց սիրում եմ Երևանս, պաշտում եմ Երևանս, իմ ծննդավայրն է, պաշտում եմ առհասարակ Հայաստանը և վերջ, մյուս հարցին էլ հետո կպատասխանեմ, մյուս հարցն էլ, հիմա հիշեմ, կասեմ, մյուս հարցն էլ կանրադառնամ Ադամենց ընտանիքին, որ նորից ու նորից հարցնում եք, ուրեմն արագ տելավ ասեմ, քանի վահանը կանգնած է լուսացույցի տակ, չգնացինք, ուրեմն հերոս Ադամի մայրը Գայանեն է, պապան Վահանի քեռին, Խաչատուրը,
բայց բացի հերոս Ադամից իրենք ունեն նաև մեկ տղա, այսինքն Ադամը ունի կրտսեր եղբայր, Մուշեղը, որը ամուսնացած է, ում կինն է Անին, Անի աշխատանքները դուք տեսաք, եւ Մուշեղն ու Անին ունեն երկու երեխա, փոքրիկ Ադամը, հորեղբոր հերոս հորեղբոր անունով կնքված, եւ իրենց մյուս փոքրիկ աղջնակը Զաբելը։ Իդեպ Զաբելի ատամհատիկն է։ Շաբաթ օրը գնալու ենք Զաբելի ատամհատիկին։ Հուսամ ես կարճ եւ կոնկրետ կարողացա պատասխանել եւ դուք հասկացաք ինձ։ Առայժմ այսքան անուշիկներս ձեզ գրկում եմ, սիրում եմ, համբուրում եմ, կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։ Առայժմ։ Վայ, վերջ։ Վերջացավ։ Ես քեզնից սպասելի էր, քո սիրած գործը։ Մի սավը մարդեն, Սպասի։ Անի, գիրքը մոտ չես դրել։ Վերջացավ։ Գնում եմ վերջալ բացահայտի աշխարհի խոհանոցները։ Ամեջը փող կա, անի, դրա համար վեգան է։ Բայց դա առանձին փող էլ կա, չպայմեց, որ էդի Առողջ ատամիկներ ունենա։ Ամուր։ Նա տանձերոցիկ գոնե դվտամ։ ժամանակ հաստատ տատիներս իմը Արան։ Լցրիր։ Ջան, Վահանը ծանրոց է բերել Օնեքսից, տեսնենք ինչ է պատվիրել, ես էլ չգիտեմ, ասում եմ, չէ, ինքը նստում է համակարգչի առաջ եւ սկսում է պատվերներ անել։ Բնականաբար պատվերները իր համար է անում, իմ համար հարմար բան չկա, չգիտեմ։ Չէ, ինձ համար ես այստեղից ձեռք բերում եմ, որովհետև ես առանց փորձել, առանց հագնել չեմ կարող, ես ինչու լավ չի ֆիքսում։ Ահա, հիմա մի հատ ես արագ բացեմ ու միանամ ձեզ։ Ահա, Adidas-ից տաբատ է վերցրել սպորտային, հիմա մի րոպե։ Բայց չէ, շորտեր են ամառային, ես ինչ լավ շորտեր են։ Մի րոպե, ժողովուրդ ջան, այսպես պահեմ, շատ լավ շորտեր են, էր հավանում ես, հա, շորտերը, ուզեիր քո համար էլ ասեմ պապան պատվիրի, հա, իմ տղան ժողովուրդ ջան, շորասեր չի սիրում հագնվել, չի սիրում բրենդներ, ասել եմ, հիմա էլ որ մի բան լինում է, Վահանը ասում է, արի քեզ համար կոշիկ ընտրի, արի քեզ համար մի բան վերցրու, ընտրի որ պատվիրեմ կամ միասին գնանք խանութ, ասում ես ամեն ինչ չունեմ, բայց մենք իր համար գնել ենք 2 տարի առաջ հագուստները, որտեղ մարդը մեզ հետ չի գալիս, ոչ մի խանութ, մի հատ էլ սա բացեմ, սա էլ ասեցի չէ կոշիկներ են, սպորտային, բացենք, տեսնենք, թե ինչ, այս ինչ լավ թեթև են, էլի Adidas-ից, Վան, որտեղից ես պատվիրում, այդ 6 PM-ից, eBay-ից, հա, սիրելիներս, գուցե ձեզ էլ էլի հետաքրքրի ասեմ, eBay-ից է պատվիրում, ահա, այսպես, շատ, որ ինչքան թեթև են, քաշ չունի ընդհանրապես, ոնց որ մի գրամ լինի, շատ թեթև են, ահա, Վան ջան, ուրախությունով, սա էլ այսպես անուշիկներս, գրկում եմ, համբուրում եմ, չէ սիրելիներս, գտնվում եմ Կոմիտասում, եկել ենք սրճարան, ինձ հետ է իմ հետևորդին, ով նույնպես բլոգեր է, կարող եք միանալ իր էջին, Հայգույթ Հատևոսյան, պատրաստում է շատ համեղ ուտեստներ, հայկական շատ լավ աղջիկա, հրաշքացի, ինք մոտիվացրեց, որ ես տանից դուրս գամ, այո, պետք է մեկ եկողը չէի տանից,
տանից։ Այսպես ամուսիկներս, դե մենք մեր իրար ժամանցը անցկացնենք, հետո կմիանանք, նորից շարունակենք, այո, Ձեզ բարի դիտում, առայժմ սիրում եմ բոլորիդ։ Ժողովուրդ ջան, ես եկա տուն, մենք շատ գեղեցիկ օր ունեցանք, Հայկուհու հետ շատ հիանալի անձնավորություն, շատ լավ աղջիկ, շատ սիրեցի իրեն, ճանապարհին ինձ պարգևատրեցի յասամաններով, յասամանի հայրենը գիտեք, չէ, որն է գրականը Եղրևանին, շատ գեղեցիկ է, շատ եմ սիրում, շուտով իմ ամենասիրելի ծաղիկների սեզոնը կգա, պիոնները, մենակ թե չֆայմեցի մի փունջել գոնե տայի Հայկուհուն, ոչինչ, կանեմ։ Ինձ զանգ եկավ, անջատվեցի մի պահ, բայց խոստանում եմ, որ մենք նորից ենք հանդիպելու Հայկուհու հետ և ես իրեն անպայման իմ սրտով ինչ-որ մի բան կնվիրեմ, որ նաև լինի իր սրտով, ոչ միայն իմ։ Եվ Հայկուհին դատարկաձեռն չէր եկել, սիրելիներս, ես շատ ինձ անհարմար եմ զգում, հիմա միասին բացենք, շատ էր անհանգստանում, ասում էր մտածում եմ քեզ դուր կգա, թե դուր չի գա, ասեմ Հայկուհի ջան և ընդհանրապես սիրելիներս, նվերը եթե մի փոքրիկ բան էլ ձեզ անում են, պետք է գոհանալ, որովհետև մարդիկ իրենց ժամանակն են վատնել դրա վրա, շատ գեղեցիկ պայուսակ է, մտքովս չէր անցնի, որ պայուսակ կլինի, շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ գույն ունի, ինձ շատ դուր եկավ։ Պետք է դիտվեն այդ գովազդները, ցավոք, որովհետև այդ փոքրիկ այդ փշրանք, որ գալու են այդ լումաներից էլ քիչ 0.00 էս լումաները, այդ գովազդներից են գալիս, իհարկե ամենաթանկ վճարողը դա Միացյալ Նահանգներն է, որ բավական լավ է վճարում գովազդ դիտելու համար իր յութուբերին, ես չեմ կարծում, որ Հայաստանում այդպես կլինի, որ յութուբերը կարող է աշխատել մեծ գումարներ, իհարկե մի քիչ ավելի երիտասարդ տարիքի յութուբերները, 20 մինչև 35 տարեկան յութուբերները աշխատում են գովազդների հաշվին այստեղ, այսինքն խանութները, օծանելիքի դա կլինի սննդամթերք,
կապ չունի կամ որևէ կահույքի սրահ իրենք գովազդում են, դրա դիմաց վարձատրվում են։ Ես այն տարիքում չեմ, որ ինձ հավանաբար վճարեն նման գումարներ, ես կարծում եմ, որ իմ տարիքում ինձ պետք է վստահեն տարիքային կրեմներ, երիտասարդացնող, որպեսզի ես առաջարկեմ իմ հետևորդներին։ Դե ասում եմ սիրելիներս, վրասպա գարուն կգա, յոնճակ ուտենք ախպեր ջան, սպասենք նամակի գալուն, մի խոսքով, այսպես սիրելիներս, դրա համար էլ ճիշտն ասած, քանի որ դիտումներն էլ է պակասել եւ ընթերցանությունը ընդհանրապես դիտում չի բերում, ընդհանրապես, ի սկզբանե ես սիրում եմ իմ գործը, ես սիրում եմ գրականությունը, ես սիրում եմ պոեզիան, ես սիրում եմ պատմությունը, ես սիրում եմ իմ մեջի իմացածը փոխանցել, բայց քանի որ նման տեսանյութերը ընդհանրապես 400-500 դիտում է ունենում սիրելիներս, իսկ նման տեսահոլովակները բավական մեծ աշխատանք է պահանջում թարգմանել տարբեր աղբյուրներից, գտնել, գրի առնել, որպեսզի աղբյուրը ինքը հաստատ լինի, ընթերցել ձեզ համար, ես ասենք պետք է թողնեմ իմ ընտանիքը եւ զբաղվեմ դրանով, իսկ սա ինձ համար ավելի արագ է, ես կբացեմ, կնկարեմ ինձ հարմար պահի ինչ-որ մի հատված, որպեսզի ձեզ համար լինի հետաքրքիր, նյութ կունենամ, կտեղադրեմ, իսկ ընթերցանությունը կիսվելը գրականության, պատմության, գիտության վերաբերյալ դա բավական աշխատատար է եւ շատ էներգիա է ինձանից խլում, նաեւ ինձ խլում էր իմ ընտանիքից, որովհետեւ ես ամբողջ օրը գրքերի մեջ էի, ամբողջ օրը թարգմանությունների մեջ էի, դա անգլերենից էր, դա ռուսերենից էր, տարբեր աղբյուրներից էր, որպեսզի ոչ միայն հայկական գրքերից լինեին հաստատելու համար, այլ նաև օտար ազգի, օտարալեզու գիտնականների աշխատություններ, սիրելիներս։ Հետո տեսա, որ դիտումներս արդեն 400-500 է, մտածեցի, որ իմ աշխատանքը ցավոք դիտում են շատ քիչ հետևորդներ, այսինքն մասսայականություն չունի այդպիսի տեսանյութերը, որոնք ցավոք սրտի պիտի ավելի շատ ունենային դիտումներ, որովհետև դա այն փաստարկող նյութերն են, որ մեզ այսօր պետք է մեր թշնամիների աչքը մտցնելու համար, ոչ թե գնալ ու բաժանորդագրվել ինչ-որ քյամրանների, լսել նրանց սուտ երևակայական, իրենց սուտ ստեղծած պատմությունները, սարսափելի է տղան, սարսափելի, չգիտեմ գիտեք իրեն թե ոչ ադրբեջանցի է, ոչ քուրդ է, ոչ եզդի է, ոչ մի բան չի մի խոսքով, երանի թե քուրդ կամ եզդի լիներ, որովհետև նորմալ կարգին ազգեր են, սա չգիտեմ, որ ցեղախմբին է պատկանում, և ամբողջ սուտը կերակրում է իր ժողովրդին, ժողովուրդն էլ շատ ներողություն ոչխարի պես որոճում է իր հրամցրած այդ թմրանյութը, այսինքն սուտ պատմությունը, որովհետև սուտ պատմությունը դա ևս թմրանյութ է, որը բերում է մարդուն քնի վիճակի, այսինքն մարդը սկսում է հավատալ սին երազների, որ ուրիշի, ասում եմ մենք դուք ձեր պատմությունը կերտել եք, ասում եմ հիմա ժամանակն է, որ մենք մերը կերտենք, բայց բնականաբար ուրիշի պատմության վրա գողանալով, պոկելով, սրանից, նրանից, հիմնականում դե հայերից, ուրիշից չունեն պոկելու, որովհետև այս աշխարհը հիմնված է հայի վրա, հայի հիմքի վրա, հենքը հենց հայն է և առաջին մարդատիպը հենց հայն է, Աստծո, դրա համար էլ իրենք դա շատ լավ են գիտակցում, ինչպես որ աղանդավորը գիտակցում է Աստվածաշունչը և անգիր գիտի Աստվածաշունչը, մեր բոլորից էլ շատ ավելի լավ գիտի, այնպես որ անուշիկներս չտրվեք նման մարդկանց, նրանց հետ ընդհանրապես ձեր խելքը չդնեք նրանց հետ, որովհետև միշտ հիշեք, որ դուք հայ եք և ձեր խելքը առաջ է բոլորից, առաջ է, հանկարծ չկորցնեք ձեր խելքը, միշտ հիշեք ով եք դուք, ի սկզբանե
Ինչու եկա ես այս թեմային չեմ կարող ասել, հավանաբար կարոտել էի, շատ էի կարոտել թեման։ Իհարկե թեմային ես ամեն օր եմ անդրադառնում, ես ամեն օր լսում եմ, շարունակում եմ լսել, էլի շումերականին, լեգենդներից վերջերս նոր ավետիսներ եմ նորից լսել, շումերների ժամանակներից եկած հայկական ավետիսներ, հեթանոսական դարաշրջանից եկած ավետիսներ, շատ հետաքրքիր են, որտեղ տալիս նշվում է նաև աստվածների անունները, ձեզ քաջածանոթ երևի բոլորիդ Հինգալա երգը գիտեք, Հինգալան դա աստվածուհի է եղել, որը գովաբանվել է հեթանոսական ժամանակ, Գիլգամեշի ժամանակներում է եղել, մի խոսքով մեր պատմությունը շատ հետաքրքիր է, ես խնդրում եմ ևս մի բան, վերջերս շատ եմ նկատել, որ մարդիկ հավատը չեն տարբերում կրոնից, որովհետև հավատը դա այն է, ինչ ծնվում է մեր հետ, կրոնը դա այն է, ինչ մենք գիտակցում ենք։ Եվ մենք պետք է ավելի շատ լինենք հավատի մեջ, քան կրոնի մեջ, որովհետև մենք կրոնը չէ, գիտեք, Քրիստոսի նկարը չէ, որ մեզ պիտի հուշի, որ աշխարհում եղել է Քրիստոս։ Այդպես էլ կրոնը չպետք է հուշի, որ մենք նրա հետևորդն ենք, հա? Այսինքն մենք գիտենք, մենք հետևում, մենք գիտենք ով է մեր Տերը, մենք գիտենք ով է մեր Աստվածը, եւ պարտադիր չէ, որ մարդաստեղծ ինչ-որ մի բան մեզ հուշի այդ մասին, Աստված ինքն էլ է ասում, հա, իմ պատկերը մի դարձրեք ձեզ համար պաշտամունքի իր կամ առարկա եւ մի խոնարհվեք իմ նկարին, այլ եղեք խոնար իմ ասածներին, հա, այնինչ ես ասել եմ եւ թողել եմ ձեզ։ Այսպես անուշիկներս, ես դրա համար էլ չեմ խոսում մեր հին պատմությունից, ես նկատել եմ, որ իմ ժողովուրդը ցավոք սրտի իրենը պահելու ոչ մի ցանկություն չունի, իրենը պահելու դեպքում, երբ խոսում ես հեթանոսությունից, երբ խոսում ես, չէ՞ որ մեզանից առաջ եղել է շատ ավելի զարգացած ցիվիլիզացիա, մենք էլ ենք վերանալու, մեր դարաշրջանն էլ է վերանալու, գալու են նորերը, նոր մարդիկ, չգիտենք ինչպիսի մարդիկ, գուցե երկաթե մարդիկ, եւ մենք էլ կմոռացվենք, եթե մի օր իրենք չցանկանան խոսել մեր դարաշրջանի մասին, անպայման մոռացվելու են։ Այդպես էլ մեր պատմությունը մի օր կմոռացվի, որովհետև մարդիկ կրոնի մեջ խեղդված են, եւ եթե մի բան ես ասում, ասում են, ես քրիստոնյա եմ, այսպես պաթոսով, հա, սիրելիներս, էականը կրոնը չէ, էականը հավատն է։ Այ տեսեք աբորիգենները, որ եկել հասել եմ այստեղ, սա էլ ասեմ, աբորիգենները չեն ճանաչում ոչ մի աստծու, ոչ Բուդդային գիտեն, ոչ Քրիստոսին գիտեն, ոչ Մուհամեդին գիտեն, ոչ մեկի չգիտեն, բայց իրենք ունեն իրենց հավատքը, հա, ունեն իրենց աստվածները, ում հավատում են եւ առ այսօր բնությունը ներկայացնող եւ բնության հետ կապվողը հենց իրենք են, մենք իրենցով ենք ճանաչում ջունգլիները, մենք իրենցով ենք տեսնում այդ աշխարհը, որը մեզ համար փակ է, բայց երբ որ իրենք մեռնեն, այնտեղ չեն հարցնելու, երբ որ իրենք տուն գնան, երևի թե մեռնելը սխալ ասեցի, երբ որ իրենք գնան տուն, արդեն սա մեր տունը չի, այստեղ մենք ժամանակավոր ենք, իրենց չեն ասելու դու քրիստոնյա ես, դու բուդդիստ ես, դու կամի աստված, որ դատելու է բոլորին։ Այսինքն պետք չէ վախով, ասում չերես տրախ, հա, պետք չի վախի միջոցով, վախը ունենալով սրտում գնալ ինչ-որ բանի, ինչը որ դու նույնիսկ չես էլ հասկանում։ Հուսամ ասածս ճիշտ ընկալեցիք, ես ոչ մեկի չեմ քարոզում, մենք ընդունել ենք քրիստոնեությունը, ես ինքս մկրտված մարդ եմ, 40 օրեկանում մկրտվել եմ Էջմիածնում, կներեք մայր տաճարում, այս յասամանի հոտ այնքան ուժեղ է, կոկորդս բան եղավ, չորացավ։ Մի խոսքով անուշիկներս, սա էլ այսպես, ես ամբողջ ասածս ասում եմ, առակը զինչ ցուցան է,
պահենք եւ սիրենք մերը, զորացնենք մերը, որովհետեւ դուք չեք էլ գիտակցում, որ ամեն օր աղոթում եք հրյաների համար, դուք դա չեք էլ գիտակցում, հուսամ մի օր իմ ժողովրդի գիտակցականը եւս կբացվի եւ մենք բոլորս կաղոթենք մեզ համար, մեր ազգի համար, մեր իսկ աղոթքներով, սիրելիներս, որ եղել են դեռևս անհիշելի ժամանակներից։ Սիրում եմ բոլորիդ, գրկում եմ, երևի տեսանյութս այս անգամ կստացվի մի քիչ կարճ, բաժանորդագրվեք Հայկուհու ալիքին, Հայկուհի Թադևոսյան, բաժանորդագրվեք, շատ համեղ բաներ է պատրաստում, նոր է բացել ինքը ալիքը, օգնենք մեր հայուհուն, որպեսզի իր ալիքն էլ մեծանա, զարգանա եւ ինքն էլ կարողանա իրեն լավ զգալ։ Սիրում եմ բոլորիդ, գրկում եմ բոլորիդ, համբուրում եմ, դուք իմն եք, ես ձեզ շատ գնահատում եմ, մաղթում եմ ձեզ արևոտ եւ լուսավոր օրեր եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով